Ճանաչիր Հայաստանը ներքին զբոսաշրջության ցուցահանդեսն էր Ազատության հրապարակում։ 10 մարզերի բազմաթիվ մեծ ու փոքր կազմակերպություններ եկել էին պատմելու իրենց բնակավայրերի տուրիստական հնարավորությունների մասին։ Սրանք մեր այս տարվա մեղրից է, մեր անցյալ տարվա մեղրից են, ինքը մեղրամոմով մեղր է, կամ ոնց որ ասում են սերեկով մեղր է, ինչպես նաև մեղրամոմով մոմեր ունենք բնական պատրաստված, հենց մեղրամոմից են ու տագդիները փայտից են պատրաստված, շեշտը դրված է, որ ամեն ինչ լինի բնական հումքով։ Ներկայացնում ենք դպրոցի երեխաների ստեղծագործական ձեռքի աշխատանքները տարբեր նյութերով, մասնավորապես ներկայացնում ենք հայկական ժանեկագործությունը, ասեղնագործության տեսակները, գոբելենագործություն, մակրամե, վիտրաժ ենք ներկայացնում, խեցեգործություն։ Գյուղը պետք չի լքել գնալ, քանի որ ես երևանցի եմ եւ կտրուկ 180 աստիճան փոփոխություն եմ արել եւ տեղափոխվել եմ Սյունիքի մարզ Սիսիան համայնք ապրելու հենց նրա համար, որ գյուղացուն ցույց տամ, որ գյուղում կյանք կա։ Այցելուները ծանոթանում էին, թե ինչ հետաքրքիր վայրեր կարելի է այցելել Հայաստանում։ Շատերը նշում են, շատ ու շատ տեղերի մասին իրենք չէին էլ լսել։ Հետաքրքիր է հենց պանիրները, որ տարբեր մարզերում նույն պանիրը տարբեր համ ունի, հենց դա իսկապես հավես բաներ։ Դուք ասես գեղարքունիկը շատ լավն է հաստատ։ Շատ լավն է ինձ տերում մարդիկ։ Տարբեր մարզերում ինչ շատ նոր բաների ծանոթացանք, շատ ահագին նոր բաներ տեսանք։ Հագուստները կփորձենք, որ մենք գալ ուրախ ենք։ Ես Սիրիայից եկել եմ։ Ես ինչ ես հագել։ Կայնե տարազը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ ևս ծանոթանում էր տաղավարներին, նշեց, շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները զբոսաշրջության նպատակով գումար ծախսեն ոչ միայն արտերկրում, այլև Հայաստանում։ Ցուցահանդեսի հիմնական նպատակը մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին եւ մեր քաղաքացիներին ցույց տալ մեր զբոսաշրջային վայրերը, հիշեցնել դրանց մասին եւս մեկ անգամ, որովհետեւ մենք իրականում բազմաթիվ հետաքրքիր ու գեղեցիկ վայրեր ունենք, որոնց մասին շատ մեր քաղաքացիները տեղյակ չեն եւ կլինեմ անկեղծ հաճախ ես էլ տեղյակ չեմ լինում եւ ամեն անգամ մարզեր գնալիս բացահայտում եմ նոր հնարավորություններ։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահն էլ անդրադառնալով քաղաքացիների մտահոգությանը, թե Հայաստանում հանգիստն ավելի թանկ է, քան այլ երկրներում, արձագանքում է։ Կա շատ լավ պրոդուկտ, բայց որը չկա ամրագրման կայքերում, սոցցանցերում պատշաճ ներկայացված չի եւ մեր հայրենակիցներ եւ զբոսաշրջիկներ նույնպես ուղղակի չգիտեն իրենց տեղերը։ Խնդիրը այստեղ է։ Մենք ոչ թե չունենք բյուջետային կամ մատչելի զբոսաշրջային պրոդուկտներ, այլ ուղղակի խնդիր կա դրանց ներկայացնելու։ Մենք աջակցում ենք փոքր միջին մարզային բիզնեսին, փորձում ենք նրանց ավելի լավ ներկայացնել։ Ոլորտի իրավասու պաշտոնյաները նշում են, Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները ներքին զբոսաշրջությունը զարգացնելու համար, պարզապես պետք է դրանք ճանաչելի դարձնել։ Էմմա Վարդանյան, Էդգար Դավթյան, լուրեր։